Հունիսի 1-ից Ռուսաստանում գործարկվելու է ապրանքների մատակարարման ակնկալման հաստատման համակարգը։ Էկոնոմիկայի նախարարությունը հստակեցրել է դեպի Ռուսաստան արտահանման նոր կարգը։ Բեռն ուղարկելուց առաջ ռուսաստանյան ներմուծողը պետք է ձևավորի մատակարարման ակնկալման հաստատման փաստաթուղթ, ներմուծման ավելացված արժեքի հարկի ապահովման վճարով սահմանի հատումից 48 ժամ առաջ, իսկ առանց դրա 4 ժամ առաջ։ Ստացված QR կոդը պետք է փոխանցվի հայ արտահանողին, որը փոխադրողը պետք է ունենա մինչև Ռուսաստանի սահմանին մոտենալը։ Ակտիվացել են +63, +212 միջազգային կոդերով կեղծ զանգերն ու SMS, iMessage, RCS, ֆիշինգային հաղորդագրությունները։ Զեղծարարները ներկայանալով որպես կապի օպերատորի աշխատակիցներ ինտերնետի որակը բարելավելու կամ 5G ակտիվացնելու պատրվակով առաջարկում են փոխել հեռախոսի կարգավորումները եւ հավելվածներ ներբեռնել։ Կենտրոնական բանկը հիշեցնում է, որ որևէ օպերատոր կամ բանկ նման պահանջ երբեք չի ներկայացնում եւ կոչ է անում չարձագանքել անծանոթ համարներին, չանցնել կասկածելի հղումներով, ոչ մեկին չհայտնել անձնական ու բանկային տվյալներ, գաղտնաբառեր, իսկ նման համարները անմիջապես արգելափակել եւ նշել որպես սպամ։ Հայաստանում մթնոլորտային օդի պահպանության ոլորտում իրականացվում են համակարգային բարեփոխումներ, միջազգային չափանիշներին համապատասխան կառավարման համակարգ ձևավորելու նպատակով։ Այս մասին հայտարարել են շրջակա միջավայրի նախարարությունից։ Հանրապետության տարածքը համալրվում է ժամանակակից դիտակայաններով, որոնք ապահովելու են օդի որակի փոփոխությունների վերաբերյալ տվյալների հասանելիությունն ու թափանցիկությունը իրական ժամանակում։ Խստացվել են պահանջները շինարարական եւ հանքարդյունաբերական ոլորտներում կազմակերպությունների նկատմամբ, սահմանվել են փոշու արտանետումների նվազեցման ուղղված պարտադիր կանոններ, որոնց չկատարման դեպքում գործելու են պատասխանատվության հստակ իրավական մեխանիզմներ։ 2026-ի փետրվարի դրությամբ Հայաստանի առևտրային բանկերում սպասարկվել է 5,575,884 հաճախորդ։ Նրանցից 5,344,031-ը ֆիզիկական անձինք են, իսկ 231,853-ը իրավաբանական անձինք։ Տվյալները ներկայացնում էր վիճակագրական կոմիտեն։ Միացյալ Թագավորության ընկերությունների ավելի քան 55%-ը արդեն զգացել է Իրանի դեմ Միացյալ Նահանգների եւ Իսրայելի հարվածների բացասական ազդեցությունը, իսկ 25%-ը դրան սպասում է մոտ ապագայում։ Times-ի տվյալներով ճգնաժամն ամենախիստը հարվածել է արտադրական ոլորտին, որտեղ ընկերությունները բախվում են էներգակիրների թանկացման, մատակարարման շղթաների խափանումների եւ հումքի սղության հետ։ Մասնագետները նշում են, որ նույնիսկ հրադադարի դեպքում տնտեսական հետևանքները դեռ երկար ամիսներ կզգացվեն։ Արհեստական բանականության ոլորտի հայտնի OpenAI ընկերությունը պատրաստվում է մոտ ժամանակներս բորսա դուրս գալ։ Այս լուրերի ֆոնին շուկայում մեծ ոգևորություն է սկսվել եւ ճապոնական խոշոր ներդրող SoftBank-ի բաժնետոմսերի գինը հասել է պատմական ամենաբարձր մակարդակին, ընկերության ընդհանուր արժեքը հասցնելով $253.3 միլիարդ։ SoftBank-ի բաժնետոմսերի նման կտրուկ աճը պայմանավորված է այն հանգամանքով, որ ընկերությունը հսկայական ներդրումներ ունի արհեստական բանականության ստարտափ ներում։ Գերմանիայի արդյունաբերական վաճառքները 10 եռամսյական ընդմեջ անկումից հետո տարեկան արտահայտությամբ աճել են 1.7%-ով, սակայն սա չի կանգնեցրել զանգվածային կրճատումները։ Ոլորտում զբաղվածների թիվը նվազել է 2.3%-ով։ 2019 թվականից ի վեր երկիրը կորցրել է արդյունաբերական յուրաքանչյուր 17-րդ աշխատատեղը։ Ճգնաժամից ամենաշատը տուժել է ավտոարտադրությունը, որտեղ 2019-ից ի վեր կրճատվել է 125,800 աշխատատեղ։ Եվրոպական միության կլիմայական նոր կանոնների պատճառով տարածաշրջանի առաջատար ավիաընկերություններից յուրաքանչյուրի լրացուցիչ ֆինանսական ծախսերը կաճեն առնվազն 1.5 միլիարդ եվրոյով։ Ավիաընկերություններն արդեն իսկ բախվում են 2027 թվականի պահանջների կատարման գծով իրենց ֆինանսական պարտավորությունների ապահովագրման խնդրին, քանի որ հաջորդ տարվա միջմայրցամաքային չվերջների տոմսերի վաճառքը մեկնարկում է ընթացիկ ժամանակահատվածում։
Երբ դուք որոնում եք հյուրանոց, թռիչք կամ որևէ ապրանք, Google-ն առաջին հերթին ձեզ է մատուցում իր սեփական ծառայությունները, օրինակ Google Flights կամ Google Shopping, դրանով իսկ հետին պլան մղելով մրցակիցներին։ Բրյուսելը սա համարում է սեփական դիրքի չարաշահում ու Google-ը կանգնած է նոր ֆինանսական հարվածի առաջ։ Եվրահանձնաժողովը մշակել է որոշման վերջնական նախագիծը, որով Alphabet Holding-ի մեջ մտնող ընկերությունը կտուգանվի 100 միլիոն եվրոյով։ Պատճառը թվային շուկաների մասին նոր օրենքի DMA-ի հնարավոր խախտումն է։ Թվային շուկաների մասին օրենքը ստեղծվել է մեկ նպատակով՝ բացել թվային աշխարհի դռները փոքր եւ միջին բիզնեսի համար։ Ոչ մի ընկերություն, որքան էլ հզոր կամ անփոխարինելի թվա, իրավունք չունի կանոններ թելադրել եւ ձևավորել որոնման արդյունքները այնպես, որ հաղթի միայն ինքը։ Սպառողը պետք է ունենա իրական ընտրության իրավունք։ Google-ի արձագանքը սակայն ցույց է տալիս, որ ընկերությունում բոլորովին այլ դիրքորոշում ունեն։ Չնայած տարաձայնությունները հարթելու եւ Եվրահանձնաժողովի հետ բանակցելու պատրաստակամությանը, ընկերության արձագանքը բավականին կոշտ է։ Google-ի համոզմամբ Եվրամիության նոր սահմանափակումները տեխնիկապես թույլատնում են որոնողական համակարգի հնարավորությունները։ Օրենքի պահանջներին համապատասխանելու համար մեր կատարած փոփոխությունները հանգեցրել են որոնողական համակարգի որակի պատմական վատթարացմանը։ Մեր դեմ բողոքներ ներկայացրած անձանց շահադիտական քայլերի պատճառով եվրոպացի օգտատերերն այսօր ստիպված են օգտվել ըստ էության երկրորդ կարգի ծառայությունից։ Փորձագետները նշում են, որ սա սովորական տուգանք չէ, սա նախադեպ է։ Եթե Google-ը զիջի, ապա ստիպված կլինի վերափոխել իր ալգորիթմները ողջ Եվրոպայում, իսկ դա նշանակում է, որ տեղական տուրիստական հարթակները, ստարտափներն ու օնլայն առևտրի կայքերը վերջապես հավասար մրցակցության հնարավորություն կստանան։ Բրյուսելն այլևս մտադիր չէ հանդուրժել տեխնոլոգիական հսկաների մենաշնորհը, նույնիսկ եթե դա հանգեցնի ընկերությունների կողմից սպասարկման որակի ժամանակավոր վատթարացման։ Եթե Եվրահանձնաժողովին հաջողվի ստիպել Google-ին փոխել որոնման ալգորիթմները, ահազանգ կլինի նաև Apple-ի, Amazon-ի և Meta-ի համար։ Հրազդան գետի և դրա վրա կառուցված Երևանյան լճի աղտոտումը կանխելու նպատակով դեռևս նախորդ տարի տեղադրվել էր 2 աղբավոր ցանց։ Դրանք տեղակայված են Արաբկիր և Շենգավիթ վարչական շրջանների գետի հունային հատվածներում։ Ծրագրի արժեքը կազմում է 120 միլիոն դրամ։ Աղբավոր սարքերի միջոցով մեկ տարվա ընթացքում Հրազդան գետից դուրս է բերվել 75 խորանարդ մետր աղբ։